Մասիսցիների տոնական տրամադրության առիթը նորաբաց զբոսայգին է։ Քաղաքի բնակիչները երկարատև դադարից հետո նորից հնարավորություն ունեն իրենց ժամանցը կազմակերպել սիրելի զբոսայգում։ Grand Holding-ի սեփականատեր Միքայել եւ Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ հին ու կիսաքանդ այգին նոր շունչ է ստացել։ Եկեղեցու եւ այգու շնորհիվ Մասիս քաղաքը ունեցավ միակ տեսարժան վայրը։ Մեր նպատակն էր մասիսցիների համար ստեղծել զբոսանքի եւ հանգստի առավելագույնս հարմարավետ, բարեկարգ եւ հաճելի պայմաններ։ Վերակառուցված այգին գտնվում է նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցու եւ քաղաքապետարանի հարևանությամբ։ Տարիներ առաջ այս հատվածը քաղաքի միակ կանաչապատ տարածքն էր, սակայն բնակիչները այստեղ ոչ նստելու եւ ոչ էլ զբոսնելու հնարավորություն չունեին։ Վարդանյան եղբայրները 2016-ի ապրիլին նախաձեռնեցին զբոսայգու վերակառուցումը։ Բարերարները շինարարական աշխատանքները կազմակերպելու համար ներդրեցին 87 միլիոն դրամ։ Նման այգի մեր տարածքը երբևիցե ունեցել է մեր քաղաքը, ես միանշանակ կասեմ ոչ։ Դա Կարեն եւ Միքայել Վարդանյանի շնորհիվ վերակառուցվեց այս գեղեցիկ այգին։ Նորոգված այգին հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Կառուցապատողները հաշվի են առել բոլոր նրբությունները։ Քաղաքային զբոսայգին կանաչապատվել է, տեղադրվել են նստարաններ ու զրուցարաններ։ Մանուկների հետաքրքիր ժամանցն ապահովելու համար էլ կառուցվել է մանկական խաղահրապարակ։ Զբոսայգում կանցկացվեն նաև մշակութային միջոցառումներ։ Վարդանյան եղբայրները վստահ են, որ նորակառույց բեմահարթակը կնպաստի Մասիսում մշակութային կյանքի զարգացմանը։ Խորի շնորհակալություն է Վարդանյանների ընտանիքին, որ եկեղեցու ասքանջես մեր եկեղեցուց հետո նաև այս գեղեցիկ այգին են նվիրում։ Մասիսում ծնողներն ուրախ են, որ երեխաներին զբոսայգի տանելու համար այլևս Երևան գնալու կարիք չի լինի։ Մարիաննա Դանիելյան, ժամը լրատվական։